2026 թվականի մայիսի սկզբին 5 կենդանակերպի նշաններ ստանում են տարին մեկ անգամ ընձեռվող հնարավորություն։ Մայիսի սկզբին երկինքը չի դղրդում կամ չի ցուցադրում գաղտնի նշաններ։ Այն պարզապես ստեղծում է պայմաններ։ Նրանցից օգտվելը թե անտեսելը անձնական ընտրություն է։ Սակայն կան 5 կենդանակերպի նշաններ, որոնց համար 2026 թվականի մայիսի առաջին մի քանի օրերը հատկապես բախտավոր կլինեն։ Ոչ թե այն պատճառով, որ աստղերը նրանց ընտրել են որպես սիրելիներ, այլ այն պատճառով, որ աստղաբանական երկրաչափությունը այս օրերին նրանց համար բացում է դռներ, որոնք այլ ժամանակներում նրանք ստիպված կլինեին ուսերով կոտրել։ Մայիսի 1. Լիալուսին կարիճում։ Մայիսի 2. Մերկուրին մտնում է ցուլ։ Երկու իրադարձություն անընդմեջ, ընդամենը մեկ օրվա տարբերությամբ։ Այնպես է կարծես ձեզ նախ ցուցադրել են ձեր թաքնված ցանկությունների մասին ֆիլմ, ապա տվել են հեռակառավարման վահանակ սկսել գործել կոճակով։ Հետաքրքիր է հնչում, այնպես չէ։ Եկեք հանգիստ զբոսնենք այս 5 նշանների միջով։ Եթե ճանաչում եք ինքներդ ձեզ, հիանալի է։ Եթե ոչ, գուցե պարզապես դեռ չգիտեք, որ այս հնարավորությունը վերաբերում է նաև ձեզ։ Ամեն դեպքում, այս տեղեկատվությունը ձեզ չի պարտավորեցնում որևէ բան անել։ Այն պարզապես պատճառ է ինքներդ ձեզ լսելու։ Կարիճ. բացահայտելով այն, ինչ թաքցրել եք մութ անկյունում։ Մայիսի 1-ը ձեր լիալուսինն է։ Այո, կարիճում։ Բոլորի համար դա պարզապես պայծառ լուսին է երկնքում, բայց ձեզ համար դա անձնական գույքագրում է։ Շատերն այն անվանում են ճշմարտության օր, բայց եկեք չլինենք ձևական։ Պարզապես այս օրը ձեր հոգու խորքից դուրս են գալիս այն բաները, որոնց մասին նախընտրել եք չմտածել։ Տարիներ շարունակ կրած դժգոհություն, ցինիզմի քողարկված վախ, ցանկություն, որը դուք ամաչում եք խոստովանել, նույնիսկ ինքներդ ձեզ։ Եվ ահա թե որտեղ է կարևոր ուշադրություն դարձնել։ Լիալուսինը ձեզ համար չէ, որ խորը մտքերի մեջ ընկղմվեք։ Այն ձեզ համար է, որ վերջապես ասեք. այո, դա տեղի ունեցավ։ Այո, ցավում է։ Եվ ես իրավունք ունեմ թողնել այն։ Կարիճի համար մայիսի սկզբին կյանքը փոխելու հնարավորություն է դադարեցնել հին վերքերի մեջ փորելը եւ սկսել բուժվել։ Ոչ միայն մտորել, այլև բուժվել։ Հատուկ խորհուրդ. Մայիսի 2-ին, երբ Մերկուրին անցնի ցուլի, ձեր հակադիր նշանի մեջ, զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք այն մարդուն, որի հետ որոշ ժամանակ չեք կարողացել կապ հաստատել։ Ասեք կարճ մի բան. ես ուզում եմ քննարկել սա առանց կռվի։ Դուք կզարմանաք արդյունքներից։ Եթե զգում եք, որ ձեր հարաբերությունները փակուղի են մտել, սա կատարյալ ժամանակ է անկեղծ զրույցի համար։ Ոչ թե կռվի, ոչ թե մեղադրելու խաղի։ Ասեք մի բան, օրինակ, այնինչ մենք ունենք կարևոր է ինձ համար, բայց սա չի կարող շարունակվել։ Եկեք մտածենք նոր ճանապարհի մասին։ Եվ այո, համոզվեք, որ բավարար քնում եք մայիսի 1-ի գիշերը։ Լիալուսինը ձեր նշանում կարող է վառ, գրեթե մարգարեական երազներ բերել։ Պահեք տետր ձեր մահճակալի մոտ, գրեք դրանք առավոտյան։ Ցուլ. ձեր խոսքերը ձեռք են բերում տարօրինակ ուժ։ Մայիսի 2-ին Մերկուրին մտնում է ձեր նշան եւ այնտեղ կմնա մինչեւ մայիսի 17-ը։ Ցուլի համար սա հազվագյուտ ժամանակահատված է, երբ դուք դադարում եք լինել արծաթե գնդակ ձեր հայտնի համառությամբ։ Ձեր խոսքերը հանկարծ սկսում են հնչել ծանրակշիռ եւ համոզիչ։ Մարդիկ, ովքեր նախկինում անտեսում էին ձեր խորհուրդները, այժմ ինքնուրույն են գալիս ձեզ մոտ։ Եվ դա կախարդանք չէ։ Մոլորակները պարզապես կարգավորել են ձեր հաղորդակցման ուղին ճիշտ հաճախականության վրա։ Ինչ հնարավորություն է սա փոխելու ձեր կյանքը։ Հնարավորություն վերջապես համաձայնության հասնելու ձեր սեփական պայմաններով։ Դուք երկար ժամանակ խնայել եք, դիմանում եւ լռում եք։ Մայիսի սկզբին կարող եք հանգիստ նստել բանակցությունների սեղանի շուրջ, բառացի կամ փոխաբերական իմաստով, եւ ասել. ինձ սա է պետք։ Ես պատրաստ եմ տալ սա։ Այո, թե ոչ։ Մի վախեցեք կոշտ թվալ։ Դուք կոշտ չեք, դուք անկեղծ եք։ Եվ դա անթերի կաշխատի 2026 թվականի մայիսի սկզբին։ Ցուլը հատկապես բախտավոր կլինի, եթե դուք մտադիր եք եղել աշխատավարձի բարձրացում խնդրել
ընտանեկան բյուջեի քննարկում կամ որևէ նախագիծ ստանձնել, ոչ թե կորպորատիվ իմաստով, այլ անձնական հարցում, որը կարևոր է ձեզ համար։ Գրեք նամակներ, պլանավորեք հանդիպումներ եւ բարձրաձայնեք ձեր ցանկությունները։ Մայիսի առաջին շաբաթը նշանակում է, որ ձեր միկրոֆոնը միացված է, իսկ ձեր զրուցակիցների բարձրախոսները աշխատում են ամբողջ հզորությամբ։ Զգուշացում սակայն։ Լիալուսինը կարիճի համաստեղությունում մայիսի 1-ին կանդրադառնա ձեր գործընկերային հարաբերություններին։ Հնարավոր է, որ ձեզ մտերիմներից մեկը ասի մի բան, որը ձեզ կսարսափեցնի։ Մի փակվեք, լսեք։ Այդ դեպքում ձեր բարձրացված ճարտասանությամբ դուք կկարողանաք պատասխանել արժանապատվորեն եւ առանց կորուստների։ Խեցգետին։ Ձեր ինտուիցիան անցնում է ռազմական արբանյակի ռեժիմի։ Խեցգետինները մայիսի սկզբին հազվադեպ են հայտնվում ամենաբախտավոր մարդկանց ցուցակում։ Եվ ապարդյուն, որովհետև կարիճի, ձեր քույր ջրային նշան, լիալուսինը ակտիվացնում է ձեր 6-րդ զգայարանը։ Ուստի դուք կկարողանաք կռահել ավտոբուսների համարները եւ անցորդների մտքերը։ Կատակում եմ, բայց դրանում կա որոշակի ճշմարտություն։ Ձեր կյանքը փոխելու ձեր հնարավորությունը կայանում է ձեր սեփական ինտուիցիային վստահելու մեջ։ Մայիսի սկզբին մի հաշվարկեք յուրաքանչյուր քայլը ռացիոնալ կերպով։ Պարզապես հարցրեք ինքներդ ձեզ. ես հիմա հանգիստ եմ, թե անհանգիստ։ Եթե հանգիստ եք, առաջ շարժվեք։ Եթե անհանգիստ եք, կանգ առեք։ Նույնիսկ եթե տրամաբանությունը գոռում է, եկեք, համարձակ եղեք։ Մասնավորապես, դուք կարող եք անսպասելի առաջարկ ստանալ։ Ճանապարհորդություն, կարիերայի փոփոխություն, տեղափոխություն, նոր ծանոթություն։ Ձեր առաջին արձագանքը կլինի. «Օ, գուցե սա ինձ համար չէ»։ Եվ ձեր երկրորդ արձագանքը, որը շշնջում է ներսում, կլինի. «Ինչ կլինի եթե»։ Կենտրոնացեք այդ «ինչ կլինի եթե»։ Մայիսի 1-ի լիալուսինը նույնպես կընդգծի տան եւ ընտանիքի թեման։ Սիրելի մարդը կարող է խորհուրդ կամ օգնություն խնդրել ձեզանից, եւ այս մարդը կլինի ձեր սեփական փոփոխության ուղեցույցը։ Մի անտեսեք այն։ Լսեք։ Երբեմն ուրիշի խնդիրը լուծելով դուք կգտնեք ձեր սեփականի բանալին։ Եվ հիշեք, մայիսի 2-ից սկսած ցուլի մեջ գտնվող Մերկուրին բարելավում է ձեր կարողությունը բանակցելու ավելի մեծ կամ ավելի բարձր պաշտոններ զբաղեցնողների հետ։ Ազատորեն դիմեք մենթորներին, ծնողներին եւ փորձառու գործընկերներին։ Նրանք չեն մերժի։ Այցեղ ջուր։ Ժամանակն է իջեցնել ձեր զրահը եւ ասել. ես հոգնած եմ։ Այցեղ ջուրները հազվադեպ են խոստովանում իրենց թուլությունը։ Դուք սովոր եք դիմանալ, հետաձգել եւ հասնել հաջողության։ Եվ նույնիսկ երբ ամեն ինչ եռում է ներսում, դուք պահպանում եք սառցե հանգստություն ձեր դեմքին։ Բայց մայիսի 1-ին կարիճի մեջ լիալուսինը մի փոքր քայքայում է ձեր զրահը, եւ դա լավ նորություն է։ Ձեր կյանքը փոխելու ձեր հնարավորությունը կայանում է նրանում, որ թույլ տաք ինքներդ ձեզ լինել անկատար, առնվազն մի քանի առումներով։ Մի աշխատեք արտաժամյա, մի կրեք ուրիշի պարտականությունները, ասեք ոչ նրանց, ովքեր երկար ժամանակ ձեր մեջքին են նստած։ Սա հատկապես ճիշտ է ֆինանսական եւ աշխատանքային պարտավորությունների համար։ Մայիսի սկզբին դուք հնարավորություն կունենաք վերանայել տարիներ շարունակ ձգձգված համաձայնագրերը։ Դուք կարող եք հասկանալ, որ կես դրույքով աշխատանքը կամ նախագիծը սպառում է ձեր էներգիան, առանց համապատասխան եկամտի։ Դադարեցրեք դա։ Ոչ մի դրամա, պարզապես դադարեցրեք։ Մայիսի 2-ից ցուլի համաստեղությունում գտնվող Մերկուրին կօգնի ձեզ գտնել եկամտի նոր աղբյուրներ, բայց ոչ արագ, այլ հուսալի։ Մի ընկեք անվճար նվերների հետևից։ Ձեր բախտը հիմա ձեր կողմից ստեղծված կայունության մեջ է։ Եվ եւս մեկ բան. ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը մայիսի առաջին օրերին։ Կարիճի լիալուսինը սրում է քրոնիկ հիվանդությունները, որոնց մասին նախընտրում էիք լռել։ Այցելեք բժշկի, ոչ թե որովհետև վախենում եք, այլ որովհետև մայիսը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել խնդիրները։ Սա նույնպես փոփոխության մի մասն է, երբ դուք սկսում եք առաջնահերթություն տալ ինքնախնամքին։